աշխարհում էր գուբանը Ջան մարդունա կարդոնը ոսկուցենական Տեսեք հրաշք ճայերի ծով է Եգիպտացորենի 50 երանգները կարող եք տեսնել Դիլիջանի ոլորաններում Զորցիներ հարգանքներս մենք հիմա Վանաձորում ենք Հələ գերեք տնան Վանաձորից քանի օքեան նայում ես Բա տեղերն ու տերերը դերերը այս պահին մեր եթերում Վանաձոր 2026 թվական Չխարին կյանքին հա ասա իմ Վանաձորցի աղբեր իմ լոռեցի աղբեր ասա Վանաձորց չէ Մանգալչի Չէ Գարյաչի Խառը Խալոդնի Ասեք հա Շատ լավացավ հիմա եկավ մեծ աղբեր Կարլենը ես նրան կտամ ծաղիկներ Միք Ստեփան ջան Ջան աղբերս մեռնեմ գազից Բարեկամներ հարգանքներս մենք հիմա գտնվում ենք Վարդենյաց Լեռնանցքում որտեղ այն վատ հատվածով ենք անցնում այս ասֆալտը այս պահը նորը չի այն հինն է ու Որեն բավականին լատոկներ կան ու այդ լատոկների պատճառով մեքենաների անիվները ուղղակի չեն դիմանում եւ պտտում են առաջացնելով ճողվածքներ եւ անիվը օդազրկվում է հետեւաբար մեքենան կանգնում է այսպեսի մի դեպք երեք էր եղել իմ ծանոթները Գորիսի բարեկամները եկել էին զինվոր տանելու այստեղ մեքենայի անիվը թսկել էր այթել էր էլի դդմփեր է եւ Այսօր էլ ասեցի ես նկարենք անդրադառնանք մեր բարեկամները որ տենան այս սիրուն ճանապարհ սարքող բարեկամները ոգևորվեն գանեն մի կտորներ սարքեն կամ էլ այդ փոսերը նես լցնեն որ մեքենաները չտուժեն որովհետև մեքենաները ուղակի տրակում են այդ փոսերի մեջ Ընկերներ հիմա մենք Վարդենյաց Լեռնանցքում ենք որովհետև որոշել են Գեղարքունյաց աշխարհի գեղեցիկ բնաշխարհով եւ տեսարաններով գնանք հասնենք Վանաձոր այսօր Վանաձորում սիրված քույրիկի ծննդյան օրը եւ Մենք գնում ենք եղբոր ընտանիքի կողմից անակնկալ տանելու նրա 60-ամյակին եւ անակնկալ ունի ոչ միայն հոբելյար այլ նաեւ նրա ամուսինը, որովհետեւ շակափես է։ Տեղը տեղին, ընտիր, աղբերը այդքանը հաշվի առել։ Իսկ մենք բարեկամներ միշտ Վանաձոր հասնելը ուղղակի պարտավոր են գեղեցիկ տեսարաններով ձեր աչքերը շոյել, որովհետեւ շատ գեղեցիկ է մեր հայոց աշխարհը։ Մանավանդ հիմա Մանավանդ Գեղարքունյաց աշխարհը, որովհետև այստեղ գարունը դեռ նոր է սկսում, ճիշտ է ամառվա կեսն է ուղի, բայց գարունը նոր է սկսում, որովհետև այստեղ դաշտերը կանաչ են, օդը պաղ, ջինջ, մաքուր եւ հրաշալի։ Հրաշքների ճանապարհով ենք մենք գնում ընկերներ։ Եվ չենք կարող ուղղակի չնկարել։ Հիմա Հովհաննես հենց էլի հետաքրքիր բան լինի, օրինակ չէ, կարելի է նկարել, հա? Այս սիրուն քարերս նկատել։ Հովհաննեսը նկատեց մի գեղեցիկ սարիգագաթ, որը պատված է ժայռաբեկորներով։ Ինձ էլ դուր եկավ այդ կադրը։ Եթե ձեզ էլ դուր եկել գրեք, որովհետև դուք չեք գրում, իսկ գրելը պետք է։ Գրող եղեք ընկերներ, ոգևորեք մեզ, մեր գործը, տեսիշ սիրունա։ Քանդել են ստե ճանապարհը լայնացնելու անվտանգ դարձնելու համար ու ստացել են բանը ժայռերն են էլի դուրս եկել։ Մենք էլ ժայռերին տեսնելով հիանալով գնում ենք ձախ ես սիրուն ծաղիկներն էլ կարաս նկարես շատ սիրուն է այս հատվածը մինչև քանդել ավելի շատ է ծաղիկները բայց հալալ է այս ծաղիկներին որ մնացին քանդելուց հետո էլի ծիլեր գցեցին ու աճեցին հենց հայոց լեռնաշխարհը հայ մարդու ոգու հոգու եւ պայքարի նման է ինչքան էլ փորձում են նրան կտրել իր հողից մեկը նա մի ձև գտնում է ու աճում է այդ հողի վրա Աչից Օրբելյան Չեսարի Իջևանատունն է, որը համարվում է աշխարհի ամենաառաջին հյուրանոցներից մեկը, իսկ ձախից մեղուներն են, մեղուները այն անդե, եթե կարաս նկարի մեղուներին։ Բարեկամներ, մինչ օրս հյուրատունը պահում է իր դերը, որովհետև աշխարհի տարբեր ծայրերից գալիս են հիանալու, տեսնելու եւ զմայլվելու այս տեսարանով։ Հզոր հյուրանոց են սարքել, որ դարերի միջով անցել է ու երկար էլ կմնա, որովհետև արդեն նա անցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության տակ, իսկ դա լուրջ թեմա է։ Տեսեք, ինչ գեղեցիկ է Վարդենյաց Լեռնանցքից դեպի Վայոց Ձոր տեսարանը։ Հրաշք ուղղակի։ Լեռների կանաչը ուղղակի ծաղկեցնող եւ ապրեցնող, մենք հիմա կարծես գարնագրքում հայտնված լինենք։ Եվ հենց այդպես էլ կա, որովհետև Գեղարքունյաց աշխարհում հիմա գարուն է։ Գարուն շատ գեղեցիկ ձևերով։
Բարեկամներ, ուզում եմ ցույց տամ Արմաղանի դաշտերը, տեսեք ինչ գեղեցիկ է։ Տեսեք ինչ ճկնաղ է եւ հիանալի։ Արմաղան լեռն է կադրերում, ով չի եղել այնտեղ, հաստատ խորհուրդ եմ տալիս անպայման լինել, որովհետեւ Արմաղանը դա հրաշքների լեռն է։ Ձեր երազանքները ի կատարածող լեռը։ Իսկ մենք հիմա արդեն գտնվում ենք դեպի Մարտունի ճանապարհին շատ մոտիկ։ Ամեն ինչ անզուգական է, վայելում ես բնությունը, շնորհակալություն ես հայտնում Աստծուն, որ նման գեղեցիկ բնաշխարհով է պարգևատրել մեզ։ Հեռվում երևում է Մադինա գյուղը, Արմաղանի Պահապան գյուղը եւ իհարկե Լեռնահովիտ գյուղը, Լեռնահովիտ է թե Լեռնակերտ, այս աստղերացա։ Հրաշք միջավայր է, ճանապարհը շատ գեղեցիկ, սահուն եւ հարթ, որի վրայով գնալը միմիայն հաճույք է։ Դաշտերը շատ գեղեցիկ են, բարեկամներ, շատ։ Ճանապարհի եզրերին առկա են ուշախտյուրներ, որոնք տեղադրվել են տարբեր պատճառներով, բայց դրանք հատուկ են արվել, որպեսզի վառ պահեն մարդկանց հիշատակ, ովքեր արժանի են եղել, որ իրենց հիշեն ու ճանաչեն նորովի, նոր սերունդները գան, անցնեն ու կարդան իմանանու մասին է այդ ուշախտյուրը։ Բարեկամներ, շատ գեղեցիկ է Գեղովիտը, Գեղովիտ գյուղով ենք մենք հիմա անցնում, Գեղովիտը անմիջապես սահմանով կպած է Մարտունի քաղաքին, եթե խամ մարդ լինես կարողա չհասկանաս էլ, բայց որ դուք հասկանաք, ես հատուկ է ձեր համար, որպեսզի դուք իմանաք երբ ես հասնում Մարտունի, անպայման ես հիմա ցույց կտամ սահմանը, որը որ այնպիսի սահման է, որ չես կարող ուղղակի անտարբեր անցնել։ Տեսնելու ես, իմանալու ես, որ դու մտար Մարտունի արդեն, եթե Գեղովիտի կողմից ես գալիս, հիմա հաշված վայրկյանները, րոպեները, մի րոպե հետո հաստատ հասնելու ենք, այնպես որ 1 րոպե զինվեք համբերությամբ եւ նայեք թե ինչ եմ ձեզ ցույց տալի։ Շատ հետաքրքիր սահմանային բան եմ ցույց տալու, որը խորհրդանշելու է, որ դու հասել ես արդեն Մարտունի քաղաք, ոչ թե Գեղովիտում ես։ Հիմա ընկերներ Գեղովիտ յուղի միջով մեր համար բազանցներ կատարելով հավեսով գնում ենք, գնանք հասնենք իմ սիրած տեղերը, որովհետև Գեղովիտում կա մի խանութ, որ ես ամբողջ կյանք սիրելու եմ նրան եւ ձեզ էլ հիշեցնելու եմ այս խանութի շնորհիվ, որ լայքելու ժամանակն է ընկերներ, լայք խանութն է ձախից, աղբերներ ջան, ընկերներ ջան, մեռնում ձեր սարտին ես, նկարի լայքը, ով անես, նկարի որ լայք երևաց, կլայքեն, բայց ինձ թվում է կլայքեն, եթե չլայքեն էլ ապա թող իմանան, որ Աջից Գեղովիտի միջնակարգ դպրոցին ենք հասնում մենք։ Եվ հենց այստեղ է, որ մի ասֆալտի ճողվածք կա, որը բավականին սարանման է, սարանման զանգված է։ Եվ այս ինչ պահեր, մենք պետք է այստեղ տորմուզ տանք ընկերներ, որովհետև ուրիշ տարբերակ չկա, ճանապարհը փակ է, բարի օր ձեզ, բարեկամներ, Աջի վրա տեսեք դպրոցն է Գեղովիտի, շատ գեղեցիկ ճկնաղ, քիփլիկ սիրուն դպրոց է, որը ուսուցանում է մեր սերունդներին, իսկ մենք հիմա կատարենք վազանց, որպեսզի գնանք ու ես ցույց տամ ձեզ, թե որտեղ է սահմանը, բարեկամներս։ Սահմանը հարկավոր է ցույց տալ։ Առանց սահման դուք չեք իմանա, հասել եք Մարտունի, թե չէ։ Իսկ սահմանը արդեն հաշված վայրկյան հետո ես կարող եմ ցույց տալ։ Դուք էլ կտեսնեք ու ամբողջ մի կյանք կհիշեք այդ ճերմակությունը, այդ գեղեցկությունը, որը մեզ սպասում է առջևում եւ ուշելու է, որ եղես մտար Մարտունի։ Հենա, երևում է, տես այցիկներին նկարի։ Այս հենց տենում եք, ուրեմն դուք արդեն Մարտունի եք հասել։ Այս սահմանը, տեսեք, ցուցանակ էլ կա գերած, բայց դուք կողմնորոշվեք այս այծերով, քարայծերով հպարտ կան գնաց ճերմակ խաղաղության խորհրդանիշ այցիկներով։ Հիմա բարեկամներ, մենք մտանք Մարտունի քաղաք, բոլորիս լավոր, մինչև կգնանք տենանք հաջորդը որտից ենք նկարում։ Եթե դու ունես ճաշակ, ապա Մարտունի գալուց անպայման պետք է վայելես այս ստեղծագործությունը։ Ես աշխարհում երկու բան եմ, Ջան, Մարտունակարդոնը, ոսկուցենական, Մարտունակարդոնը, ոսկուցենական, Հովից թանեմ էնի խամորա, Հովից թանեմ էնի խամորա,
շատ հաճախ մարտունակ արտոլ է տեղափոխում եւ բերում մեր մարզ, մենք էլ օգտվում ենք մարտունակ արտոլից, որը ոսկուցելաթանկ, ոսկին ինչա, որ հասնի մարտունակ արտոլի։ Գնացինք առաջ բարեկամներ։ Բարեկամներ, այսօր գնացինք մեր ընկեր Գալուստի մոտ Մարտունիում նա ավտո էլեկտրիկ է եւ շատ լավ է գլուխ անում մեքենաներից, մեզ մեծ բաներ պետք է նա տեղը ասե գնում ենք մեր աղբոր խանութից օգտվենք ու գնանք դեպի Վանաձոր, որովհետեւ Վանաձորում է անակնկալը, այնպես որ հրաշքորը մեզ սպասում, հեսա շինանյութ, այստեղ պետք է լինի զապչաստանյութ աղբերս, զապչաստանյութ ենք որոնում եւ ահա պայստամասանյութը ընկերներ, այստեղից մի անգամից ձախ ենք թեքվում գալում ենք այսենց հավեսով ու կանգնում ենք այս մեջտեղը ընկերներ ջան, արա բայց այս ինչ փոշի արպես։ Բարեկամներ, մենք արդեն հասել ենք այս գեղեցիկ վայրին, որտեղ երևում է Սևանը անձրև էր քիչ առաջ եւ հիմա արդեն չոր եղանակ, բայց անպամած է, ինչը որ ուրախալի է, ինձ դուր է գալիս նման եղանակները, սիրում եմ շատ եւ այս եղանակին ավելի հաճույքով եմ մեքենա վարում, բայց այն գեղեցկությունը ցույց տվել են շատ սիրուն տեսարան, այն որ սժահերի պես է, դες ինչ սիրուն է, այն ապրես, դες ռիպ կոմս Մոնտե Քրիստոյի կինոյի տեսարաններից է, հզոր է մեր Հայաստանը, մեր հայրենիքը, Amma մարդկաց մասին էլ չեմ խոսում, մարդիկ իշքան հզոր են ու լավ են, շատ ուժեղ են, հետևաբար բարեկամներ, սիրենք իրար միասնական լինենք և հարգենք մեկս մյուսին, աղբերավարի ու իմանանք, որ տարբերություն չկա մեր մեջ, ես վերջերս մի քիչ շատացել ատելությունը, որը որ մեզ օգուտ չի, դա թույն է մեր օրգանիզմում, ընդհանուր հայոց օրգանիզմի մեջ դա թույն է, անես որ այդ թույնը ռա դարեք, եկեք բուժենք ու սիրենք մեկս մյուսին, հարգենք, ի վերջո ոչ մի կոնֆլիկտ չի կարող այնքան ուժեղ լինել, որ ատելություն տարածի, պետք է մենք այդքան ուժեղ լինենք հոգեպես, հոգեվորով, մեր սերը այնքան շատ լինի, որ չհամարձակվենք հանկարծ թեք նայել մեկս մյուսին։ Հարգանքը դա առաջնային տեղում է, նոր մնացածը բարեկամներ։ Հարգենք մեկս մյուսին, որ մեր երկիրը առանց էլ փոքր է մնացել, մենք պետք է իրար շատ սիրենք ու երկրի ես չափերը կարանանք պահենք, մի բաներ մեծացնենք։ Սեր ու խաղաղություն բոլորիս հոգիներին, Աստծո օրհնությամբ։ Իսկ հիմա մենք շարունակենք մեր ճշմարիտ ճանապարհը, բարեկամներ։ Ես էլ մեծ անգամ Արամ Մանուկյանը։ Բարեկամներ, այն գեղեցիկ է եւ չքնաղ։ Սևանը ծփում է գեղեցիկ, Սևանը կապուտակ, նկատեք ինչքան սիրուն է։ Մենք այս գեղեցիկ ճանապարհներով ենք անցնում գնանք մեր Վանաձոր, իսկ հեռվում ծածանվում է հայոց եռագույնը։ Իմիջիալուց Գեղարքունյաց աշխարհում շատ ունենք նման գեղեցիկ բարձր ու մեծ դրոշներ, ինչը շատ է դուր գալիս։ Հիմա մի հատ էլ ենք կողմնա։ Ընկերներ, ինչպես որ նշում էի, եռագույնների պակաս չունեն Գեղարքունյաց աշխարհում, տեսեք ինչքան գեղեցիկ է ծածանվում եռագույնը եւ այս մյուսը, տեսեք ինչքան սիրուն է ամեն ինչ, մենք էլ այս գեղեցկության մեջ ենք ու գնում ենք, ամեն մետրը շատ Սևանը բարեկամներ, արդեն ծփում է Սևանը եւ իր մոտ է կանչում բոլորին, ով ուզում է հանգստանալ եւ վայելել հայոց բնաշխարհը իր քաղցրահամ ջրով, այսինքն full էլի, full վերսիան է դի վայելելու, այնպես որ բարեկամներ անպայման համեցեք։ Բարեկամներ, մենք հիմա հասանք եւս մեկ գեղեցիկ հատվածի, որից աջ հիմա Արցնակար ռեստորանային համալիրն է, որտեղ կա լողավազան եւ լողավազան ուղղակի հիանալի է, եթե Սևանում ջուրը սառն է լինում, այստեղ միշտ հարմար է, ջրի ջերմաստիճանը եւ սպասարկումն էլ բարձր մակարդակի, պլյուս կարող եք մնալ, երբ որ մնում եք հյուրանոցում, արդեն լողավազանը անվճար է դառնում, եթե ուղղակի գալիս եք լողավազան 4000 դրամ մուտքավճարով մտնում եք եւ մի ամբողջ օր կարող եք վայելել ձեր Սևանյան գեղեցիկ հանգիստը, մաքրամաքուր, պարզուզուլալ։ Տեսեք արդեն Սևանի սեզոնը բացվել է եւ մարդիկ գալիս են հանգստանալու եւ վայելելու։ Իսկ մենք որ տեսնում ենք այս իրավիճակը,
ավելի ենք մեզ լավ զգում։ Կադրերում Սևանի թերակղզին է, որտեղ մենք անպայման մի օր կգնանք կնկարենք թե դռնով, թե այսպես այնտեղ անցուդարձը, որովհետև այնտեղ էլ հետաքրքիր կոլորիտային միջավայր է ձևավորվել, որ գնում ես ու մի անգամից հանգստության մթնոլորտը գալիս ու հոգիդ վերցնում տանում է Սևանա գեղեցկու ափերի մոտ ու այնտեղ էլ պահում է մինչև որ հեռանաս գնաս։ Ճանապարհը հատված է մտնում Mercedes C-կլասը, շատ շնորհքով մտավ ապրի աղբերը, շնորհակալ ենք բոլոր այն վարորդներից, ովքեր շնորհքով են քշում եւ շնորհակալ ենք այն վարորդներից, ովքեր շնորհքով չեն քշում եւ մեզ հիշեցնում են, որ ճանապարհը վտանգավոր բան է, պետք է ուշադիր լինես եւ զգուշ։ Իսկ շնորհքի ու անշնորհքի պահը, բարեկամներ, այնպես է եղել, որ բոլորս էլ հնարավոր է մի պահ շնորհքով լինենք, մի պահ անշնորհք լինենք, որովհետև սա երթևեկություն է եւ ունի իր կանոնները, իր օրենքները չգրված, որոնց պետք է տիրապետես։ Մենակ այդ բանի մեջի գրածը չի էլի, որ կարդաս ու այդ ձև քշես։ Լիքը հարցեր կա կյանքում, որ հենց երթևեկության կանոնների նման է, որ գրված չի ոչ միտեղ, բայց նրանք կան եւ դրանց հետ հաշվի նստելը պետք է։ Այնպես որ բոլորիս անփորձանք երթևեկություն եւ գեղեցիկ պահեր ճանապարհին, չէ որ հենց ճանապարհն է հարստացնում մեր ամբողջ կյանքը, որովհետեւ մի կետից մյուս գնալու համար այս ճանապարհով ես անցնում եւ տեսնում ես բազում գեղեցիկ տեսարաններ։ Վայելում ես ու գնում քո ճանապարհը, քո գործը անելու, քո հանգիստը վայելելու։ Ճանապարհը այնպիսի բան է, որ կարող է քեզ հանգստացնել, գեղեցկացնել եւ ուժ տալ։ Ինչպես որ այս դեպքում զոոմը մի քիչ արա, դուսամբից դուսարի նկարի Սևանը ապրես։ Սևանը գեղեցիկ նկարի։ Ծփում է Սևանը, բարեկամներ, տեսեք ինչ գեղեցիկ ալեկոծ է։ Ուզում ես գնաս, այսպես թռնես Սևանի գիրկը։ Ասես բռներ ինձ Սևան, ես այստեղ եմ, արա ինչ լավն է, ինչ սիրուն է։ Պետք է հիանալ, բարեկամներ, անպայման։ Պետք է հիանաս քո շուրջ եղած բնությամբ, ճայերով, լճով, ճանապարհով, բնությամբ եւ իհարկե մարդկանցով, անպայման, եթե մարդկանցով չհիանաս, էլ ոչ բանով չես կարող հիանաս ու գոհանաս։ Ես ինչ ավտոների հավաք է։ Տեսեք, Սեմոյի մոտ, նա, չէ։ Ես կան ավտոկայներն էլ ուրիշն են գանում, եք դե դեմ ուզում հասկանում եմ, ծախշը։ Ճայերի սիրուն է, լնայ։ Հրաշք տեսարան է, որ չեն կարող անտեսել, եսի պետք է այսպես կայնեմ նկարես աղբեր հաստատ, որովհետև սիրուն էլի նկարի հողս, հավեսով էլի բռապես, կաշը մոտ է կայնեմ աղբեր, ճայերի թրցնեմ, չէ թրցնեմ, տեսեք ինչ հրաշք ճայերի ծով է, ինչ սիրուն է, սես բան չէի տեսել, սա նվեր է բոլորիս, վերցնում ենք մեր նվերը ու մեզ լավ զգում, հələ սրանց ճախրանքը տեսեք քամու ծովին զուգահեռ, տեսեք կարում է, որովհետև իսկապես տարբերվող տեսարան է, ես այսքան ժամանակ անցել տեսնելով չէի տեսել, տեսեք շատ մարդիկ շատ մեկի ոգի են լաչում, բայց որովհետև այդպես է բարեկամներ, քիչ մարդիկ են նկատում գեղեցկությունը առհասարակ, հետևաբար մենք էլ դրանցից մեկը եկել ենք ու նկարում ենք ճայերին, ճայերի ճախրանքը, տեսեք ինչ անում ես, զոր տեսել եմ, են սիրուն կինոներից եղավ ես մեր նկարածը, նկարահանածը, տեսեք ինչ գեղեցիկ է, ես չգիտեմ ստեղ ինչ դասարանք հավաքվել են, բարեկամներ, ճայերի հետ նկարվեմ ու նկարվում եմ, Այլ է կամուությունով
Ֆիլը։ Բնության հրաշքները տարբեր են լինում, կարող է աննկատ լինեն եւ կարող է ուզած գան մտեն քո բիբի մեջ, որ տեսնես, ուզես տեսնես ու հիանաս ընկերներ։ Հիմա մենք հիանում ճանապարհը, որովհետեւ մենք պետք է գնանք Վանաձոր կիրովական ընկերներ, գնում ենք կիրովական, գնացինք։ Սա բնության հրաշք էր, ես բան չէի տեսել այս ժամանակս։ Ով չէր տեսել, գերեք տենանք, ինչի չէիք տեսել։ Ու տեսակ մեր շնորհիվ, մեր նկարածի շնորհիվ, այնպես որ պետքա լայքեք դրա համար, բաժանորդագրվեք ու տարածեք, որ սա սիրում պահեր, մենք միշտ նկարենք ու ցույց տանք ձեզ։ Այս գեղեցկությունը հայոց գեղեցկությունն է, հայոց աշխարհի Սևանաթագու գեղեցկությունն է։ Ճայերն էլ լրացնում են Սևանին, հա, ճայերը շատ լավ կենթանիներ են։ Ով է ճայի միսկերը։ Հա, ամովա։ Չես գերը, ստեցիր, որ եթերում։ Հովանես, մի ստիր։ Սութը լավ բան չէ։ Գնացինք։ Բարեկամներ, գառնուկներն են մեր եթերում, դաշտերի մեջ կարծես անբաժանելի մի մաս կազմեն, սենց շատ գեղեցիկ էր ձիուկներ նրանց հետևողի ձիուկն է, որ հեշտ տեղաշարժվեն սարերով, իսկ մենք հիմա անկանք ճանապարհով եկանք հասանք արդեն թունելի մոտ, որը տանում է մեզ Դիլիջան, Երևան, Սևան Դիլիջան թունելն է կադրում քիչ հետո լինելու։ Այստեղ ընկերներ արագությունը տված է 50, հենց այս արագաչափը նկարվում է 60-ից հետո, այսինքն եթե 50-ա, տեսեք, հենց նոր նկարվեց մեկը, այսինքն 60 է սպահում, ամենաշատը կարաս 60 պահես, որ չնկարվես։ Ես դե մի անգամ նկարվել եմ 2000 դրամ, բայց ընդհանրապես իմացեք, 50-ա տված 60-ի տակ նկարում է։ Այդ իմացեք, որովհետև նոր մի հատ վիդեո տեսա, մի հատ աղբեր ասում էր, որ 50-ում է նկարում, 50-ից չի նկարում, ինքը 60-ից է նկարում ու ես դրա ականատեսն եմ։ Այս թունելի արագությունը 40-ը 40-ից ավել պետք չի վարել, մի վարեք։ Եթե չեք ուզում վարեք, մի վարեք, հա, պետք չի։ Ստե արգաչափ չկա արդեն, բայց հետ էլ ասեմ մանակ։ Գեղեցիկ մեզ համար հանգիստ գնում ենք, որովհետև այսօրվա օրը այնպես է պլանավորված, որ շատ հանգիստ մեզ համար գնալով էլ մենք մեր ուզածներին հասնելու ենք, չենք ուշանալու, ամեն ինչ տեղում ենք, կազմակերպելու ենք։ Այնպես որ հպարտեմ ուրախ եւ ողջունում եմ ձեզ բոլորիդ, իսկ դուք ողջունների փոխարեն կարող եք լայքել, բաժանորդագրվել եւ մեկնաբանություններ գրել գեղեցիկ տարատեսակ, վստահ եմ որ կարող եք, որովհետեւ դա մեզ դուր է գալիս, մենք դա որ տեսնում ենք, ավելի լավ մոտիվացիա է դառնում եւ ուզում ենք ավելի լավ բաներ անել։ Իսկ որ չեք գրում բացարձակ անտարբերությունը ամենամեծ վատ բանն է, եթե անտարբեր եք։ Հետևաբար ձեր անտարբերությունը մեզ այս գործը, այս մեր արածը կարող է ուղղակի ոչնչացնել։ Դրա համար գրեք մեկնաբանություններ, որ մենք ավելի վստահ լինենք ու իմանանք, որ մեզ հետևում են, նայում են, կարող եք ինչ-որ նկատողություններ անել, որովհետև մարդկանց մեծ մասը սիրում է նկատողություն անել, ոչ թե ինչ-որ լավ բաներ գրել, բայց նկատողություններ չափի մեջ, կոռեկտ ու գեղեցիկ, թե չէ, վերջերս ինձ սպառնում էին դատապարտել, դատել, տանել սահմանները խրամատ փորելու, իսկ ով չգիտի, ասեմ մանակ, ես 2 տարի ծառայել եմ, խրամատել եմ փորել, ամեն ինչ արել եմ ու դրանից չեմ էլ խուսափում ի տարբերություն գրողների, ես իմ հայրենիքը սիրում եմ ու դրա բառապացույցն այն է, որ մինչև այսօր ես իմ հայրենիքում եմ, իմ հայրենիքի տարածքները շատ եմ սիրում, ծանոթանում եմ ամեն օր ու գիտեմ ինչ հզոր է մեր հայրենիքը, մեր պատմությունը, մեր գենը, մեր մարդիկ, այնպես որ հարգելի դեբիլներ, ովքեր որ ապուշ բաներ են գերում, դուք ուղղակի հենց կյանքը չսիրող մարդիկ եք ու որ տեսնում եք մեկը սիրում է կյանքը, չեք կարող տեղավորվեք դրա մեջ, իսկ ես իմ ապրելակերպով ու ապրելաձևով փորձում եմ մենակ մարդկանց լավը տամ, լավը ասեմ, բայց նոր ձեզ ասեցի դեբիլ, բայց դեբիլը այդքան էլ վատ բառ չի իրականում, կարող ավելի վատ լիներ։ Ես ուզում եմ միշտ մարդկանց լավը տամ, դաժե ձեզ, որ դուք լիքը բաներում կիսատ պռատ եք, ուզում եմ էլ ինձ անեմ, որ լավ ըլնեք, ուժեղ ըլնեք։ Ահա, ընկանք խոսակցությունով դուրս եկանք արդեն Դիլիջանի ոլորաններ, ընկերներ, որտեղ կարող եք տեսնել բազմատեսակ եգիպտացորեններ, տարբեր եղանակներով եպած։ Եգիպտացորենի 50 երանգները կարող եք տեսնել Դիլիջանի ոլորաններում։ Տեսեք, այստեղ անգամ նշան կա, որ այծիկ է այստեղ ապրում։ Խարայծա, եղջերույա, հա, դրանից։ Այդ դրանից կա աստեղ ես անտառների մեջ, իսկ անտառները ուղղակի չքնաղ են։ Ուզում ես լուսամուտը դիչեցնես կամ լուկը բացես ու այսպես անես։
Դիլիջան ես եկա, ջան դիլիջանցիներ, արգանքներս, բարևներս ձեզ, մենք հիմա Դիլիջան ենք մտնում։ Այդքան էլ։ Ինչպես նշում էի, եգիպտացորենի պակաս չկա Դիլիջանի ոլորաններում, ահա եւս մեկ կրպակ, որը զբաղվում է եգիպտացորենի մշակմամբ, այստեղ գեղեցիկ համով ու տեղին եգիպտացորեններ են տալիս Հայաստանի Հանրապետությունում ամենահամովներն են այստեղ, երբ որ այստեղ եգիպտացորեն էին սարքում, ոչ միտեղ չէին սարքում, հետևաբար դա պետք է հաշվի առնել, առաջիններին պետք է սիրել ու հարգել, իսկ մենք ընկերներ այս սեր ու հարգանքի միջով գնում ենք տեսնելով մեկը մյուսին հաջորդող կրպակները, հա տեսեք այստեղ արդեն ամենալուրջ կրպակներից է ու յանել կուկուռուզի բանը արձանը կա, մեծն կուկուռուզի արձանը հենա տես կուկուռուզի դոմիկն է։ Տեսեք մարդիկ կուկուռուզ են ուտում։ Եվ իհարկե կուկուռուզի արձանը, իհարկե ամենայն լրջությամբ մենք իշխնում ենք վերևալները։ Այստեղ պետք է քիչ արգելակես, որ համով հոտով լինի։ Գազելը ճկռել է ընկերներ։ Գազելը լավ բարձած է, հետևաբար պետք է նրան բազանց անենք, թե չէ շատ ենք իր հետևից քշելու էլի, եթե մեզ պետք չի։ Ճանապարհը անցնելու է Չկնաղագեղ Դիլիջանով, մենք հիմա անցնում ենք Դիլիջանի կենտրոնական մասով, որտեղ ծածանվում է Եռագույնը, որտեղ հիանալի է ուղղակի կառուցված եւ մտածված այս դիզայներական որոշումները, եղջերուները, արջերը եւ իհարկե ճանապարհը, որը մեզ տանում է այստեղից Վանաձոր, գնում ենք Վանաձոր։ Եթե ուզում եք գնանք Վանաձոր, այստեղից պետք է ուղիղ անցնեք ու գնաք Դիլիջանի միջով հավեսով անցնելով գնաք Շամախյանցի Ժորին բարևներ, Դիլիջանցի Նարեկիս բարևներին բանակ ընկերոջը եւ մենք հիմա բարևները տալուց հետո գնում ենք Վանաձոր։ Այո, գնում ենք հայկի մոտ։ Մենք հիմա Դիլիջան Վանաձոր ճանապարհի վրա ենք, որտեղ բնություն ուղղակի խենթացնող գեղեցկություն ունի։ Կիրճ է ու անտառ, երկու կողմից անտառն է վեր բարձրանում, հարստացնում քո ներաշխարը, լցվում ես հոգևոր թթվածինով եւ շարժվում առաջ։ Ուղղակի հիանալի բնապատկեր, որին մենք չենք կարող ուղղակի մի կողմ թողել, որովհետեւ սա կոնկրետ հիանալու տեսարան է, հանգստացնող տեսարան է։ Մենք էլ համ հանգստանում ենք, համ գնում ենք մեր ճանապարհը, այս լավ զգալով իհարկե, որովհետեւ պետք է անջատված լինես, այնքան հոգսեր ունենաս, անջատված լինես, որ այս գեղեցկությունը չտենաս։ Մենք միշտ տեսնում ենք եւ տեսնելու ենք գեղեցկությունները տարատեսակ հայոց աշխարհի։ Ինչպես որ նոր ճայերին տեսանք, ճայերն էլ կյանքի կտորում։ Գնանք ընկերներ, գնանք էլի սիրուն տեսարան կայանել անպայման պետք է ցույց տանք։ Բարեկամներ, ահա մյուս գեղեցիկ տեսարանը, որը հենց առաջին անգամ տեսա շատ էի, սենց ազդվ է այս գեղեցկությունից, ուղղակի հրաշք է։ Առջևից 3 թմբերը ճեղքված, այնպիսի գեղեցիկ տեսարան են ստեղծել, որ ճանապարհը մի անգամից կերպարանափոխվել է։ Ձախից տեսեք ինչ գեղեցիկ, արա թարս անում ես, լավ ոչինչ։ Տեսեք ինչ գեղեցիկ տեսարան է, կովիկներն են արոտանում կանաչ մարգագետիններում եւ հեռվում անտառն է երևում։ Ինչքան հզոր ու չկնաղ տեսարան է, լորվա բնությունը նմանը չունի։ Մենք հասանք Վանաձոր, հրաշք քաղաք Վանաձոր, որտեղ նաև իմ եղբայրն է, ատամնաբուժ է աշխատում Family Medical Clinic-այում, որը գտնվում է Տարանչորս թաղամասում, ընտիր տեղա, նորագույն տեխնոլոգիաներով աշխատում են բարեկամներս, կապ չունի, որ իմ աղբերն է, պրոստը լավ տեղ է, էլի աղբերս պահանդ է չենք գումարում, բայց իմացեք, որ հզոր կլինիկա է եւ վստահ եմ ով գնացել է հիմա մեկնաբանությունները մի բան գոնե պետք է գերի, պետք է ասի հա, կամ ասի համաձայնեմ, կամ ասի ես այնտեղ եմ հաճախում, ամենալավ կլինիկան է, հասկանում եք Family Medical Center-ը։ Մի հատ կարևոր գործ ունենք, գնում ենք մեր հայկ աղբոր մոտ մեքենայի հետ կապված մի հատ հարց կա, այդ հարցը լուծենք, այնուհետև մի անգամից արդեն ռեստորանը գտնենք, որ գնանք մեր Անահիտ քույրիկի տիկին Անահիտի ծննդյան օրը 60-ամյակը շնորհավորենք, բայց մինչև շնորհավորել պետք է հետ գանք ծաղիկ-մաղիկել վերցենք։ Ես այստեղ հրաշալի խանութ գիտեմ, սիգնալներ են տալիս բազմատեսակ բարեկամները մեկը մյուսին, այդ թե ինչի համար չգիտեմ, պետք չի սիգնալով հարցը չի լուծվում ընկերներ։ Մի բան էլ հարցեր են ավելանում ու այդ հարցերի
վերջը կարող է արուն թափի, որը մեզ հաճելի չէ, էլի նորդ էի ասում, սիրեք իրար, հարգեք, հարգանքով եղեք մեկը մյուսի հանդեպ։ Չի կարելի, այո, չի կարելի։ Այսքան վաղ ես ոչ մեկին սիգնալ չեմ տվել։ Դες մեկը չի կարելի, ասի, այս ավտոն իրան սիգնալ է տվել, դաժե ինչ կարգի սխալել անը, ես սիգնալ չեմ տալի, էդի սխալը։ Այսինքն ըստ պետք չի, էլի։ Հասանք երկրորդ շրջանաձևի երթևեկություն, մեր դիմացից գնում է վրացական համարներով ֆուր մագնիշի մեքենան, որը փակել է մեր տեսադաշտը, բայց մենք դժգոհ չենք, ամեն ինչ կարգին է, կգնանք համբերատար հասնենք մեր ուզածին։ Ես այս ծաղկխանութից պետք է առնենք, այն ծաղկխանութը նկարեն, ես կարծեմ Եվելինը շատ լավ ծաղկխանութ է, անուշ աղբեր է, ծանոթացել եմ, ընկերացել եմ, անունը չեմ հիշում, բայց հաստատ հավեսով տեղ է, լավ խանութ է։ Հիմա սպասենք մեր հերթին, որ մտնենք շրջանաձևի երթևեկություն եւ թիավարենք դեպի Սպիտակ տանող ճանապարհ բարեկամներս։ Վանաձորն է ծաղիկ խանութները նկարի աղբերս է։ Յանից կարացար նկարես, հա։ Այս ստեպտի հետ գանք։ Извиняюсь, старший брат, что не изучил, да. Վանաձորցիներ հարգանքներս, մենք հիմա Վանաձորում ենք, հələ գերեք տենամ Վանաձորից քանի հոգի է նայում մեզ։ Տենամ եթե շատ չեք նայում, էլ չեմ գա, էլի ձեր քաղաք, բայց եթե շատ եք նայում, հաստատ կգամ։ 100%, երբ պետք է լավ կգամ։ Գեղեցիկ անցնում ենք ճանապարհը, ֆուրը հաղթահարեցինք, Ֆորդը եկավ։ Էլի տեսադաշտը փակեց։ Դե լավ, բարեկամ, հեսա հասնենք մտը կամուրջը կնկարես, շատ գեղեցիկ կամուրջ է։ Զիջում ենք մեր անուշ աղբորը իոյով, որի վրա երկու բենզապիլա է դրված, բենզա գազոնակասիլչիկ, այո, սա հատուկ տեխնիկա է, որի միջոցով հարդարում են այգիները կամ խոտ են հնձում տալիս են կովիկներին։ Շալտա հոլ, ընկերներ, շալտա հոլ, ստե չեն գալի երևի, բայց չէ, ստե չեն գալի ուրիշ ռեստորանա, դա հասկանանք այդ ակիրքիրա, տես գերեզմաններ են ընդե, ով կարող ասել ինչ գերեզմաններ են, այդ ակիրքիր կաղավորված, սիրուն եկեղեցի էլ կա, աղբեր եկեղեցի, ես չէի տեսես կամ ովանս չէի տեսել։ Մեր հայք աղբոր բոքսերը, մի հատ մեքենա տանենք զննենք ու վերադառնանք մեր գործերին։ Ժամանակ էլ ունենք, ժամը 4-ն, ժամը 6-ին պետք է ռեստորանում մտնենք, լիքը ժամանակ կա, այսօր մենք Վանաձորցի ենք մի քանի ժամով, որից հետո մի անգամից պետք է գնանք հրաշքայգի եւ Էկո Գարդեն Արտաշատի։ Հրաշք ծանրաբեռնված ուր է, որին մենք հավեսով դիմավորել ենք ու ասում ենք հարց չկա, պատրաստ ենք էլի։ Մեքենայի վրա որոշակի աշխատանքներ կատարելուց հետո մենք եկանք էլի Վանաձորի իմ նշած ծաղկի խանութ է, սա ծաղիկը վերցնում ենք, գանք ստեղ սիթիկասիթից տորթը վերցնենք ու շարժվենք արդեն մեր ռեստորան։ Այս բորշի բացգույնի խառները։ Սիրուն է։ Այո, լիրա սիրունություն։ Է, բան չասի, դա սևը մնում էլի։ Սեպեդը սիրուն է։ Հիմա մենք շրջանաձև երթևեկությունը բարեհաջող կհասցնենք դրամաբանական ավարտին, որից հետո մի անգամից կանգնենք ծաղկի սրահի դիմաց։ Այստեղ հենց տեղն էլ կա է, հավեսով էլ տեղը գիտես։ Այս մեր աղբերը որ մեզ տեղնա չխփի, եսավ չխփեց, կանգնում առնում, մտնում ենք բանգեր ու չսխան։ Բարեկամներ, մենք արդեն բռնել ենք դեպի ռեստորան ճանապարհը, գնում ենք մեծ սիրով, գնում ենք քույրիկին սեր ուրախություն տանենք հասցնենք եղբոր կողմից։ Ես վստահ եմ, որ քույրիկը հաստատ մտածում է, որ շատ լավ կլիներ, որ եղբայրը այստեղ լիներ, դե մենք էլ ենք մտածում, իհարկե շատ գեղեցիկ կլիներ, որ Արայիկ մեծ աղբերը Անահիտ քույրիկի Տիկին Անահիտի ծննդյան առիթին ներկա լիներ, բայց ասեմ ձեզ, որ հարգելի պատճառով ներկա չի։ Մենք գնում ենք ընկերներ, գնում ենք արդեն որակյալ ձայնով, որովհետև Հովհաննեսը որոշեց միացնի մեր միկրոֆոնը, որը բարեկամներ ոչ միշտ է միացած։ Երբեմն մենք առանց դրա ենք զապիսելնում, բայց ոչ միշտ էլի, ասենք, եթե հիշում ենք,
ճիշտ ձևով ամեն ինչ կազմակերպում ենք, որ ճիշտ լինի ու զապիսը գնա։ Հիմա մենք Վանաձորը դուրս են գալիս համարյա թե եւ այնտեղ մեզ կսպասի ռեստորան, որը անունը չգիտեմ հələ։ Մտես հետաքրքիր անուններ իրականում, բայց դե վերջնական էս աստե գրած եմ Այգ ռեստորան են գնում բարեկամներ, ես չգիտեմ ինչա նշանակում այգ, բայց ընդամենը մի տարել որ լինել այգ։ Այգը արևածագն է։ Ոնց որ եթե Հովանես դու ճիշտ ես հիշում, ուրեմն արևածագ են գնում, այգ են գնում։ Այգ են գնալու ու այնտեղ անակնկալ է լինելու մեր տիկին Անահիտի ծննդյան օրը 60-ամյակը այնտեղ են նշում եւ ասեմ ձեզ որ բացի տիկին Անահիտը անակնկալ ունի նաեւ նրա ամուսինը, որովհետեւ ինքը շատ լավ փեսա է եղել եւ մեր Արայիկ մեծ աղբերը նրան էլ է ուզում շնորհակալություն հայտնի հարգանքը ցույց տա, հետեւաբար մենք այդ ամեն ինչը միասին վերցրած գնում ենք, էլի։ Կարլեն մեծ աղբերն է մեր տիկին Անահիտի ամուսինը։ Այո, գնանք ընկերներ, գնանք միասին որ այս անակնկալն անենք։ Մենք մենակ չենք գնալու։ Այնպես որ տեսնեմ ձեր լայքերը, բաժանորդները, ի վերջո այս տեսանյութի վերջում դուք կտեսնեք անակնկալը այն հոբելյարին, ում համար մենք եկել ենք այստեղով, արժանացել է այս ուշադրությանը եւ մենք ուզում ենք շնորհակալություն հայտնենք մեծ աղբեր Արայիկին, որ մեզ ընձեռնեց այդ հնարավորությունը, որ նորից գանք Վանաձոր ու նկարենք այս գեղեցկությունը, նայ ձախից Իշքան գեղեցիկ է ձախից բնությունը, բնապատկերը, չքնաղ, Հովանես Թումանյանական լորին է մեր կադրերում, ընկերներ։ Հենց այստեղ այս բնության մեջ է ոգեշնչվելն է։ Ճիշտ է, այդքան էլ այստեղ չի, մի քիչ են կոմա, բայց ամեն դեպքում էլի նույն լորվա գեղեցիկ ու չեն աշխարհիկի բնությունն է։ Իսկ մենք այս գեղեցկության մեջ ուղղակի չենք կարող չհիանալ, չապրել այս գեղեցկությունով, որովհետև կյանքի հենց իմաստը դա է, որ ամեն գեղեցիկը նկատես ու գեղեցիկից օգտվես, լավ օգտակար բաներ անես։ Եթե դու լավ բաներ ես անում, արդեն շահել ես, արդեն գեղեցկացել ես հաշվի։ Մենք էլ չենք կողմնորոշվում աչ գնանք, թե ձախ գնանք, ինչ անենք, ոնց անենք։ Եվ իհարկե վերջում տենց էլ չիմացանք ոնց անենք։ Զատո իրանք գիտեն։ Այո, ընկերներ, այսքանն էլ բավական է, որ մեր տեսանյութը չտուժի, թե չէ YouTube-ը շատ լուրջ մեխանիզմներ է աշխատեցնում եւ գտնում է այն երգերը, որոնք որ ունեն տերեր ու տերերը չեն ուզում, որ իրանց երգերը լսվեն ինչ-որ տեղեր։ Բա, տեղերն ու տերերը, դերերը այս պահին։ Մեր եթերում Վանաձոր 2026 թվական։ Զադոյան ֆիրմայի խանութ, ընկերներ։ Ով է օգտվում Զադոյան ֆիրմայի խանութից։ Հələ ասեք տեսնեմ։ Ու առհասարակ չգիտեմ ինչ անեն որ կոմենտ գրեն։ Մեկնաբանություն չեն գրում Հովանես։ Ինչ ասեմ, ինչ խոսամ, մեկը մեկնաբանություն չեն գրում։ Դա երկու պատճառ ունի, մեկը որ ամեն ինչ իդեալական է, ոչ մի սխալ չենք անում։ Երկրորդն էլ որ ուղղակի հավես չունեն մեր հետ ընկնելու, չեն գրում։ Ես չգիտեմ ինչ չեն գրում, թող գրեն էլի։ Թող գրեն խոսքի, օրինակ, մի լավ բան, երկու լավ բան գրեն, որ մենք էլ մեզ լավը զգանք ու ոգևորվենք։ Դու կոգևորվես, չէ՞ որ գրեն։ Օրինակ այնօր մեկը գրել էր քո նկարած վիդեոյի տակ գրել էր էսիշ վատ նկարահանում է։ Էլ չուզի ասեմ որ դու ես նկարել, բայց նես չի դու վատ ես նկարում, դու հաստատ լավ ես նկարում։ Ուղղակի ինչ-որ մեկը որոշել էր ցած կատարել քո դեմքին, բայց ես բռնել եմ իրան։ Ասել եմ մի արեք նման բաներ։ Չեն գրում ու մի օր որոշում են մի հատ վատ բանի վերաբերյալ գրեն։ Այ դրա համար եմ ես կատաղի գժվել եմ կարծես։ Այն օր եկել ենք Իմպերիա, հիշում ես։ Իմպերիա ռեստորաններ նոր կադրերում ընկերներ Վանաձորի Կիրովականն է, Կիրովականն ու Վանաձոր նույնն է, ընկերներ, նույնն է։ Ճարպիկ վարելաձև ենք նկատում մեր դիմաց, շատ ռեսկի ու սիրուն։ Ակտիվ էլի։ Ակտիվությունը մեզ պետք հայազգ, որ արագ լինենք, արագ աշխատենք, երկար չմտածենք, եթե անելու բան կա, վերցնում ես ու անում ես, գնում ես առաջ։ Եվ նկատենք, որ եռագույնով խանութներ կան Վանաձորում, մեկը անցել ենք, ես երկրորդն էր, հեքիաթային է, գեղեցիկ։ Ստոյ ծառերն էլ կտրել են, բանը փոխվել է, տեսարանը, այս ծառերը թողաճ են, էլի, աճացրեք բարեկամներ, արա կաղաց դիզ է սխալ արիմ, երևի թե դժվար սխալ անեմ, չէ, սոց ուղիղ կանցնենք էլի աղբեր, անցանք էլ, ինչ վատ էր, որ չանցանք, բա ինչ արիք, կաղաց թե կամերա կա նկարեց մեզ, չկա, բայց դժվար էլի սխալ արացել եմ աղբեր, ասեք ինձ Վանաձորցիներ, նոր սխալ արեցի թե ճիշտ, հասնում ենք
այգ ընկերներ, այգի վերևում ինչ-որ բան եմ իշտ ծխում։ Նայում եմ, չեմ հասկանում, հարց եմ տալի, պատասխանող էլ չի լինում։ Անես որ պատասխանեք գրեք մեկնաբանություններ մեր տեսանյութի ներքո։ Այո։ Գանձակ ախպերս, Գանձակը ռեստորանն է աչից, սրճարան եւ նման այլ բաներ։ Մենք վստահ եմ շատ սիրուն տեղ ենք գնում, վստահից էլ վստահ եմ, այստեղից պետք է աչ անենք, դրոշ շնացած անվում եռագույնը, հենց այստեղից այս գեղեցիկ խաչմերուկից աչ ենք անելու, գնանք դեպի ուրա, որտեղից ենք աչ անում, ուրա աչը, հենա, Հովանես, տեսար, ես գտա աչը, այսա, այգ ռեստորան, հենա գրած է, տես այգ ռեստորան, օրա վերևն էլ է գրած այգ ռեստորան, այգում ենք ընկերներ, այգ ռեստորանը հրաշք մի տեղում ծավալած հրաշքներով լի վայր է, որտեղ մենք առաջին անգամ ենք գալիս, հետո պետք է ասեմ ոտներս խերով լինի, հպարտ ենք, շնորհակալ, որ նման լավ տեղ կա Վանաձորում, սիրուն են սարքել, հին ու բարի ռեստորաններից է էլի, հիմա պետք է գտնենք մեր հոբելյարներին, թե որտեղ են հավաքվել, նենա մարդ եմ տենում, արա ես հաստատ մերոնք են աղբեր, կային ճշտենք։ Բարև ձեզ բարեկամներ, ինչպես եք, 60-ամյակ ա մեծ զալում, ջան եմ ասել, դե լավ, էդ համանդե։ Բարև ձեզ, եկել ենք ձեր ռեստորան։ Ախպերս դա պրոստան ես պետք է կայնենք, որ չջոգեն որ մենք։ Կոմպասին Հետևը, թե դեմը։ Ախպերս չէ կայնի, ստեսենց անենք, պարում են հիմա։ Պար ուրախությունը։ Դու արդեն բան արա։ Զիս, ինչի չկա։ Ուզում եմ հետդ նկարվեր։ Հարի բա նկարվենք էլ է։ Ասելիքներ ունես այս աշխարհին, կյանքին, ասա իմ Վանաձորցի ախպեր, իմ լոռեցի ախպեր, ասա։ Վանաձորց չէ։ Վանաձորցի։ Կիրովականցի ես։ Բա ուր դու ես։ Սպիտակից։ Դու սպիտակից ես, Ազիզ, հա։ Ախպերս է։ Ակո ախպերն է։ Հա, Վանաձորում Կիրովականց։ Դու էլ ես սպիտակից։ Ասենք էլի սպիտակ։ Այրա սպիտակ չէ, հասի սպիտակ։ Հա։ Բա դուք որ Վանաձորից եք ախպեր։ Մեկ բանի չէ։ Կան ի՞նչ է։ Ասպիտակ չէ։ Հավես չունես, լավ երևում է դու հավես չունես։ Սպիտակ է, նույն շիդամալն է, պրոստը սպիտակ։ Դու խոհարար ես բարեկամ։ Այո։ Մանգալ չի։ Չէ։ Գարյաչի։ Խառը։ Խալոդնի։ Հատուկ առել է։ Շատ լավ։ Ասեմ, որ այդ լավ դեպքը շատ Արա լավ ուր է։ լասեք ինչի, ասեմ ինչի, որովհետև մի տղա ժիգարի պետրով։ Ես կարող ես ես նորտավորից ինքը, կարծես է Հայաստանում դեսպան լինի, Սփյուռքում ապրող, Ադրբեջանում ապրող բոլոր հայերի։ Ու բոլոր նրանք, ովքեր հանձնվում մեր Ստեփան գալիս է։ Զավարությունները, Ստեփան, Ստեփան, Այո։ Շնորհակալ եմ իմ բարեկամ, որ ինձ արժանացրեցիր դեսպանի կոչման, շնորհակալ եմ ծափերի համար, այս ծափերը որ նոր տվեցիք, ոնց որ իմ համար են, բայց ես ուզում եմ մեր հոբելյարի տիկին անայտի համար ծափեր տակ։ Ապրեք, լավ, ալենք։ Ծափեր տալու սպասեք դուք մի քիչ, տիկինան այդ շնորհավոր լինի ձեր գեղեցիկ այս ծննդյան օրը, չեմ ուզում ասեմ օրամյակը, ոչ էլ պետք է ասել, որտեղ չէ երևում, ինչի համար ասել, հա? Ասեք հա։ Շատ լավ, ծափեր տվեք, ձեզ լիքը լավ մարդանքներ եք անում, ծեր երջանկություն, Ձեր երջանկությունը սկսում է առաջինը, գիտեք որտեղից, ձեր կյանքի կեսի, ձեր կյանքի կտորի կողքը լինելուց, ուրա մեծ ախպեր կառնեն է, հա, ծափեր տակ, ես գեղեցիկ։ Զույգի համար,
Մենք եկել ենք ձեզ ուրախություն, սեր ու հարգանք բերենք հերուներից, ինչպես նշեցին բարեկամը, ես դեսպանն եմ, երբ որ դրսից մարդիկ չեն կարողանում գալ, ես եմ գալիս ու մաղթանքներ ու շնորհավորանքներ եմ բերում։ Մեծ աղբեր սերը թող շատ լինի, այսպես միշտ իրար սիրեք ու հարգեք։ Ես եկել եմ մի շատ կարևոր մարդու կողմից, դրա համար ասես լավ բաներ եմ ասում, էլի։ Հիմա պահն է վրա ասել, որ երազանք պահեք չեք մոմերը, իսկ մենք ուրախությունից ծափեր տանք ու օրհնություններ, որովհետև այսօր հատուկ օր է ձեզ համար, այսօր ձեր սկզբի օրն է ու բոլորն են ուրախ, որ դուք կաք իրենց կյանքում։ Քանի որ հիմա եկավ մեծ աղբեր Կարլենը, ես նրան կտամ ծաղիկներ, որ նվիրես էլի, բայց մի շտապ չէ էլի, հանգիստ ես ջիգարով, հիմա գիտես ինչ պետք է անես, սեր, հոգատարություն, ամեն ինչ հավաքես ես փնջի մեջ ու նվիրես մեր հոբելյարին, ես էլ այդ արանքում հասցնեմ տորթը բերեմ դնեմ ստե, որպեսի ձեր գրկախառնությունը լինի շատ գեղեցիկ, դե հիմա նվիրի, նա դե պաչիկ կանես, շատ լավ երգ է դրել մեր DJ աղբերը ու վստահ եմ, որ Կարլեն մեծ աղբերը հենց այդ տղան է, որ իր ամբողջ կյանքում տվել է սեր, ժպիտներ ու երջանկություն, ճիշտ է։ Հաստատեք, ասեք հա։ Ավելի վստահ։ Այո, բայց ափեր տանք, որ բոլորից մոտ այդ սերը շատ լինի եւ ձեզ շնորհակալական կոնյակ ենք բերել ենք հերուներից, ահագին հերուներից, մեծ սիրով, բայց թե ում կողմից գնում է մեր հոբելյարին հարցնեմ։ Կողմից եմ եկել։ Հարազատ քույրիկ, միշտ մնաց աշխարհի չափ երջանիկ, թող կերկեմ քեզ ամուրան։ Վստահ էր ասված, ձեր եղբոր Արայիկի, նրա տիկնոջ Աննայի և նրանց երեխաների կողմից մեծ սիրով, շնորհավորանքներ, ջերմություն, հարգանք, լավ լինեք, առողջ լինեք, միշտ այդ Հիմա գիտեմ, որ դու գտել ես քո սիրված և նրան մեծ աղբեր Արայիկը հպարտած էր հեսա լինելով էլի, դուք իր անգերն եք, հետո հեսան, ու շատ շնորհակալ եմ ձեզ քույրիկին այսքան լավ ու գեղեցիկ կյանք պարգևելու համար, ձեզ սեր ու միություն, աստորություն որ կապեք տուն ու տանի բոլորիս է, շնորհակալ եմ ծափերի համար, շատ ընտիր է, այգում ծափերը լավ են, շնորհակալ եմ վանաձորցիներ, բարեկամներս, ես գնում եմ, դուք մնում եք կեփ անեք, համաձայն ես։ Ես ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Ստեփանին իրայցի համար եւ անհամեմատար շարժմակերպողներին։ Ցանկանում եմ Ստեփան ջան, որ այս շարքը, այս յուրահատուկ մոտեցումը որպես յուրաքանչյուր հայ օջախների այնքան ժամանակ մինչև բոլոր հայերը ապրեն Հայաստանում ու պարզապես շնորհավորում։ Դու շատ լավ բաներ ես խոսում, բայց հիմա ուզում եմ մի բան շեշտել անպայման երեխաների, հարցների անունները, անակնկալ է նաև Արամի, Անուշի, Միշայի, Արենի եւ Արևիկի կողմից էլ է։ Ձեզ շատ են սիրում, դուք նրանց շատ սիրելի հորաքույրն եք։ Լավ որ ձեզ, բարձր տրամադրություն, շնորհակալ եմ քո մաղթանքի համար, բայց ես մի հատ գաղտնի մտադրություն ունեմ։ Հայերը թող մնան դուրսը, ուժերանան, հզորանան, որ են երկ ասում, այ աշխարհը մերն է, այդ երկ իսկական դառնա, որ մերն է աշխարհը, թե չէ ավելի կարան գանցնել, բայց թող ունդը հզորանան, որ լավ լինի, ձեզ լավ որ մենք գնացինք, ես 3-րդ անգամ եմ ասում, Աստված 3-րդն է սիրում էլի։ Ծափարությունները Հավատ տան։ Ջան, ախպերս։ Դիտես չէ քեզանով ինչքան եք։ Ես պերնում եմ։ Ախպերս Ջան, ախպեր, հիմա նայեք մի բան պատմեմ։ Ստեփան ջան։ Ջան, ախպերս, Մեր մարհարկված տղա է, այդ հաստատը։ Երկրորդն է մինչև հաս չուտեք, չեք։ Ախպեր, կարանք ֆոտո էլ նկարվենք։ Կարանք խոսքով էլ նկարվենք։ Ախպերը ոնց նկարի։ Հիմա Ստեփանը մեր լավ տղա է, որ սարս հարկում սիրում են Ստեփանը։ Դե գնականի նկարում սա։ դե բանը մտ առանձին իր այդ նկարվեմ, չէ։ Հա, նայեք։
Ինչ բուկետ է։ Նա դա տղոսերն է կարվից ավատը։ Մտցնեցա։ Всё, merci. Ստեփան ջան, արի լավ։ Արի, հելանք աղբերս։ Կյանք։ Պարզ մի օրինակ էր, որ բոլոր նրանք, ովքեր անձամբ ներկայանալ չէին կարողացել, իրենց շնորհավորանքը կարողանում են տեղ հասցնել։ Ու ևս այդպիսի մի շնորհավորանք պիտի հիմա բարձրացնել անակնկալ, որը արդեն իսկ մի քիչ ավելի հեռվից Շվեյցարիայից։ Ձեր ընկերուհի գեղեցկուհի գեղեցիկ ծափահարությունները, սիրո, շնորհակալ ենք ծափեր տղաներ Շվեյցարիայից։ Ամուր կրկել Հարասատ մարդիկ ու ընկերներ անթիվ Հավաքվել են այսօր քո տոնի արդիվ Ուջդ բոլորը ժպտում են քեզ Ու հիմա դու երջանիկ ես Սիրտդ կտոր Տիկին Անահիտ ջան, մի զգացողություն ունեմ, որ մինչ այսօր երեկոյի ավարտան, Վանաձորում ու հարավից քաղաքներում կախի սրահներում ծաղիկ չի մնալու։ Բոլորը ձեր նախնեղում ու այստեղ։ Ախր աղբեր նատու այսքան շարմա էր։ Ինչ էր ան համով ես իմ ինչ աղբեր, այսքան էր։ Всё, Հովանես, սպասի, մինչև ծախեմ։ Աղցեն ունի։ Ինչ ունենք։ Կարբեք, Հա։ գիտեք ինչ կարևոր։ Դե, ուրեմն հիմա մենք ընկերներով 400-ա ձերը, ուր է։ Են Mercedes։ ML նա աղբեր։ Չէ, GL-ը։ GL-ը, էլի, հա, GL-ը, հա։ Մենը 360։ Դե լավ ելնենք, առողջանենք, կմեծանանք այս վիդեոն կնայեք։ Ջան, Մեր հայ Սորը կնան։ հայ իմացեք չփել։ Ես ես էցնի։ հելանք։ Ես ծեսանից մեկը անակնկալ ես ուսում իրեն կան Սա մի հաշկ է հայկական Կարող է պատվիրել անգամ ամերիկան Ռուսաստանը կամ էլ Եվրոպան Հայերը ուժեղ են սաղ աշխարհով կան Ես ծեսնից մեկը տեղս ծիկ Մենք իմաստ ունենք ասելիք Մեր լեսուն հիմա մեր գործնա Դարերի մեջով եկած մեր փորձնա Ասկս կովաբանելուց է չհոգնա Իմացեք չարիքի սկիզբը բողոք Հաջողություն տարոնցի տարոնին, տարոն երկուսի տարոն աղբերներ, մեր աղբերն է, մեր անուշ աղբերը։ Հիմա պտտվենք ու գնանք դեպի հրաշքայգի ընկերներ։